Ես ողջունում եմ գործարարիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին 106 եւ 5 հաճախականությամբ եք դուք մեզ լսում թվային հարթակներում կարող եք դիտել հաղորդաշարերը եթե չհասցնեք հաճախականությամբ լսել սա թարմուղեղով զրույցն է իսկ առաջին խոսափողի մոտ թարմուղեղով իմ զրուցակիցը Մենուա Սողոմոնյանն է հայաքվե միավորման անդամ բարև ձեզ Հազար պայման կջան Շնորհակալություն պարոն Սողոմոնյան որ մեր տաղավարում եք հայաքվե Միշտ սիրով եմ գալիս շնորհակալ եմ Ես էլ սիրով ձեզ միշտ ընդունում եմ որովհետեւ հետաքրքիր է ձեզ հետ զրուցելը Շնորհակալ եմ ձեզ Հայաքվեն միշտ այսպես աղմուկով է գալիս որովհետեւ կարևոր իրադարձությունների ֆոնին մենք ձեզ հիշում ենք այդպես լավ ձայն բարձրացնելիս բայց դրանից անդին Այս պահին ինչը հնարավոր եղել իրականացնել, եթե նաև հետայացքով նայենք։ Շնորհակալ եմ, ես ուզում եմ հիշեցնել եւ ձեզ եւ մեզ լսողներին, դիտող մեր հայրենակիցներին, որ մենք հենց այդ անվանումը հայաքվե դրեցինք, երբ որ ստորագրահավաք էինք անում Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելը քրեականացնելու վերաբերյալ որպես օրենսդրական փոփոխություն։ Դա մեր ոնց որ գործերից մեկն էր մեր խմբի, մեր թիմի, որ հավաքվել ենք դեռևս այն ժամանակ թիմ չէր կարելի ասել։ Առաջին մեծ քայլն էր, չէ՞, կարծես թե դա։ Առաջին պրոյեկտն էր, այսպես ասած, մեծ, բայց մեր նպատակն էր այն ժամանակ դեռևս Արցախը կար, կանխել Արցախի կորուստը եւ կանխել Հայաստանի կապիտուլյացիան նաեւ։ Եվ հասկանալի էր, որ դա պետք է անել նպաստելով իշխանափոխությանը եւ ստեղծելով այնպիսի միջավայր, ապահովելով քաղաքական ուժերի ազգային համաձայնության այնպիսի իշխանություն, որը պետությունը կտանի կենսունակ պետություն դարձնելու ճանապարհով։ Այս գաղափարով եկել ենք մեր գաղափարից իհարկե չենք շեղվել, օրենսդրական նախաձեռնությունը ցավոք չհասավ իր տրամաբանական ավարտին, օրենքը չընդունվեց, մերժվեց 58000 քաղաքացիների ստորագրությունը հաշվի չառնվեց իշխանությունների կողմից եւ անգամ քննարկման չարժանացավ ազգային ժողովի լիագումար նիստում եւ մենք այդ ընթացքում քանի որ համակիրների անդամների թիվը շատացել էր մարդիկ նաեւ որոշակի հեռանկար էին տեսնում եւ որոշեցինք որ շարունակենք նախաձեռնությունը վերաճելով ազգային քաղաքացիական միավորման այսինքն մեր նպատակների համար այն է պայքարել Հայաստանի ցավոք այդ ընթացքում նաեւ Արցախի կորուստը տեղի ունեցավ Հայաստանի կապիտուլյացիան կանխելու ուղղությամբ պայքարել հիմնականում քաղաքացիական բնույթի գործիքակազմով։ Դրանցից մեկը ընտրությունների ժամանակ ժողովրդի քվեն պաշտպանելն է դիտորդական օրինակ գործունեություն իրականացնելով։ Մյուսը, որ տարբեր մարզերում, քաղաքներում եւ Երևան քաղաքի որոշ շրջաններում վարչական հիմնել են գրասենյակներ, որտեղ տարբեր ծրագրեր են իրականացնում, հիմնականում կապված քաղաքական գիտելիքի հետ, կրթական ծրագրեր են իրականացնում։ Եվ բայց այս ամբողջ ընթացքում մենք հասկանում ենք նաև որ մանավանդ երբ որ կուտակվում էր համապատասխան փորձառությունը քաղաքական դիրքավորումն է ավելի շատ հստակեցվում հասկանում ենք որ նաև ժամանակն է գալիս որպեսզի քաղաքական հայտ եւս ներկայացնենք եւ դրա համար մեզ մեջ բավականաչափ կարողություն տեսնում ենք, ուժ տեսնում ենք։ Մեր ուզածի չափով չի իհարկե, մենք մեր նկատմամբ շատ քննադատ ենք ու պահանջկոտ ենք իհարկե, բայց համենայն դեպս այս ընթացքում, երբ որ դուք ասում եք այ ինչ եք վանում, մենք գտնում ենք, որ մենք ունակ ենք քաղաքական մշակույթի որոշակի փոփոխություն բերել մարդկանց հետ աշխատանքի իմաստով, հանրության հետ աշխատանքի իմաստով եւ քաղաքական ուժի գործունեության իմաստով ներքին ժողովրդավարություն ունենալ կոլեկտիվ առաջնորդության գաղափարը առաջ տանել, որը որ մենք անում ենք, հա, ճիշտ է մենք ունենք ընդգծված այսպես ասենք, հա, առաջնորդ որպես ընդհանուր առմամբ, բայց դա այն չէ, ինչ որ մենք սովոր ենք ընկալել, որ մի հոգի ասում է եւ մնացածը լսում են, հա, միապետիկ կարգավիճակ չի այստեղ։ Այո, մեզ մոտ օրինակ կոլեկտիվ առաջնորդություն է, մեզ մոտ ընթացակարգերը པարզ են, բոլորի համար բաց են կարևոր հարցերը, շատ կարևոր հարցերը, որոնք օրինակ տեխնիկական բնույթի եթե հարցեր չեն, անպայման երկարատև բուրըն քննարկումներով են անցնում, կարծիքների բախումներով են անցնում, երբեմն բանը նույնիսկ այսպես հասնում է միջանձնային ինչ-որ բաների, իհարկե ցիվիլ շրջանակներում, բայց մենք համարում ենք, որ այս ամենի միջոցով դուրս գալով նաև այդ անցկուսակցության
կաղապարներից մենք պատրաստ ենք նաև քաղաքական հայտ ներկայացնել եւ առաջիկայում կանենք դա։ Պարոն Սողոմոնյան, այն ժամանակ ձեզ ինչպես դուք ասացիք նաև ընկալումներ, որ հայաքվե ուրեմն Արցախ, որովհետեւ այդ հարցով էին ձեզ ընկալում, ճանաչում, այդ ստորագրահավաքն էր, որ կարևոր ձայն էր հանրության շրջանում։ Իսկ այսօր հայաքվեն ինչպես է ընկալվում հանրության համար, որն է ձեր հիմքը, թիրախը, ինչ ուղղությամբ եք գնում, որքան էլ պիտի այդ գույնը երևա ձեր։ Այո, գույնը նարնջագույնն է, բառի ուղիղ իմաստով, բուն իմաստով, գույնը նարնջագույնն է, որը համապատասխանում է Ստեփանակերտի տատիկ պապիկի հուշարձանի գույնին։ Եվ մեր սիմվոլիկայի մեջ նաև սանդղակն է, հայաքվեի հտարի ձևավորումը նման է Արցախի դրոշի ձևավորման, այսինքն Արցախը մեզ մոտ կենտրոնական գաղափար է։ Գիտեք, հասկանալի է, որ քաղաքականության մեջ այն ինչ որ դու ուզում ես ու ինչ չափով որ ուզում ես, ամեն տեղ, ամեն առիթի քո ուզած ձևով ու չափով չէ որ պետք է խոսես։ Բայց Արցախի գաղափարը, Արցախի վերադարձի գաղափարը մեզ մոտ կա եւ մնալու է։ Այս պահին մեր քաղաքական մտքի մեջ մենք դրա ձևակերպումը տալիս ենք հետեւյալ կերպ, որ երբ որ մենք կլինենք իշխանություն կամ մաս կկազմենք իշխանության կամ ազդեցություն կունենանք լուրջ քաղաքական որոշումների կայացման վրա, պետք է պահանջենք, որ Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձի հարցը մտնի պետության արտաքին քաղաքական օրակարգ։ Այս թեզը ես հասկանում եմ, որ հաճախ մանիպուլացվում է։ Այո, ձեզ կընկալեն որպես պատերազմի կուսակցություն, ինչպես այսօր հայտնի է, չէ՞։ Խաղաղության կուսակցություն, պատերազմի կուսակցություն։ Այո, որովհետև այդպես հեշտ է ընկալելը։ Կամը միշտ հեշտ է ընկալելը։ Կամ սև ես, կամ սպիտակ ես, կամ տղա ես, կամ աղջիկ ես, չնայած ուրիշ բանել չի լինում այդ ընթացքում։ Բայց հասարակական երևույթների մեջ միշտ չէ որ կամ է։ Հնարավոր է համադրություններ։ Հնարավոր է ինչ-որ բան, որ ուզում ես, դու դա անում ես այնպես, որ քեզ համար վտանգներ չես ստեղծում։ Ընդհակառակը, պետությանը տալիս ես որոշակի լծակներ դիմակայելու ադրբեջանական ագրեսիային։ Հիմա երբ որ ադրբեջանցիները, երբ որ այս իշխանությունները ընդհանրապես չեն խոսում այդ հարցի մասին, ինչ է ադրբեջանցիք առաջ չեն տալիս, այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի թեման։ Բնականաբար առաջ տալիս են։ Բայց իշխանությունը ատամը բռնեց, ամեն ինչ էլ անելու են, չէ՞։ Իշխանությունը ասում է, բայց ամեն դեպքում 2 տարի կրակոցներ չեն եղել։ Չեք կարող ասել, որ իսկապես սա խաղաղություն է։ Ուրեմն մենք աշխատել ենք, չէ՞, որ կրակոց չի եղել։ Ես ուզում եմ հիշեցնել ձեզ, Մոնիկա ջան, 2018 թվականի սեպտեմբերի 30-ն էր, եթե չեմ սխալվում, ԱՊՀ ձևաչափում Դուշանբեում Ալիևը եւ Փաշինյանը վերելակի մեջ եկան պայմանավորվածության սահմանին չկրակելու։ Եվ կհիշեք, մի քանի ամիս իսկապես կրակոտ չկար, զոհ չկար եւ ինչպես էր թմկահարվում այդ հարցը, որ տեսակ Փաշինյանը եկավ, ժողովրդավար առաջնորդ, սահմանում այլևս կրակոց չկա, բայց ինչ էր տեղի ունեցել։ Փաշինյանը փաստորեն այն ժամանակ խնդրել էր, որ քանի որ ինքը նոր է իշխանության, այդ հնարավորությունը տրվի մի հատ հարցը հասկանա, ճանաչի, ուսումնասիրի եւ այլն, Ալիևը կատարել էր այդ ժեստը, ձեռք էր բերել կառուցողական կողմի իմիջ, բայց այդ ընթացքում շատ լայն ինտենսիվությամբ սահմանին տարել էր նախապատրաստական, ամրաշինական ամբողջ աշխատանքը։ Մինչև 2019 թվականի ապրիլի կեսերը, եթե չեմ սխալվում, մի քանի օրվա տարբերություն կարող է լինել։ Զոհ չենք ունեցել սահմանին, կրակոցներ չեն եղել։ Բայց հետո մենք տեսանք, որ ունեցանք սարսափելի բան։ Հիմա զուտ մեր նայելով, լսելով եւ տեսնելով մենք կարող ենք ասել, որ եթե հիմա կրակոց չկա, ուրեմն խաղաղությունը երաշխավորված է։ Ոչ, չենք կարող, որովհետեւ մենք որպես մարդիկ մեզ բնորոշ է նաեւ անալիտիկան, փաստերը համադրելը, կանխատեսում անելը, հա, երբ որ փաստերը համադրում ես, կանխատեսումը անում ես, երբ որ նայում ես հասարակությանդ բարոյահոգեբանական վիճակը,
այդ վախերի անընդհատ շարունակաբար տարածումը, ատելության խոսքը, ներհասարակական, ներհայկական պառակտումը, որը որ թուլացնում է քեզ, երբ որ տեսնում ես աշխարհի խառնակ իրավիճակը եւ հատկապես տարածաշրջանում էլի, եթե մեր պատերազմական թեմայից մի քիչ այն կողմ գնանք, Իրանում էլ իրավիճակը լավ չի, Իրան-Ամերիկա հարաբերությունները այն աստիճանի են այս բանին ծրված, որ խոսույթ է շրջանառվում իրանական կողմից, որ եթե այս իրավիճակը շարունակվի, սա ոչ թե կլինի պարզապես պատերազմ երկու երկրի միջև, այլ տարածաշրջանային պատերազմ, ինչի մաս բնականաբար մենք էլ ենք լինելու։ Մենք արդյոք դրան պատրաստվում ենք։ Մենք հենց դուք շատ լավ հարց եք տալիս, ինչից պետք է երևար, որ մենք դրան պատրաստվում ենք, թե չենք պատրաստվում։ Օրինակ, երբ որ իշխանական վերնախավը ներողություն արտահայտության համար տժժում է եւ այդ տժժոցները դարձնում են հանրային սեփականություն, հանրությունը դրանից ինչ տպավորություն է ստանում։ Հանրությունը դրանից տպավորություն ստանում է, որ արհավիրքներ են մեզ մոտենում, մութ ամպեր են կուտակվում։ Ոչ, այդ տպավորությունը չի ստանալու հանրությունը։ Հանրությունը ստանում է տպավորություն, որ ամեն ինչ ընտիր է, ժողովուրդ ջան, դուխով էս վիճակն է եւ դրան գումարած նաեւ գնալով խորանում է ներհասարակական պառակտումը, ատելությունը եւ հատկապես եկեղեցու այս թեման էլ եկեղեցու դեմ արշավը, այսքան սրբազանների կալանավորումը, ազատազրկումը, մուտքի արգելք դնելը, արգելելը դուրս գալը, քրեական գործերը, անգամ կաթողիկոսի դեմ եւ այլն, սրանք նոր ներհասարակական պառակտման, թշնամանքի թեմաներ են դառնում, աղբյուրներ են դառնում եւ հասկանալի է, չէ՞ որ պառակտվող, թշնամացող հասարակությունը չի կարող դիմակայել այդպիսի արհավիրքների։ Երբ որ մանավանդ ուրիշ նշաններ եւս տեսնում ես, երբ որ տեսնում ես, որ բանակի բյուջե է կրճատվում, երբ որ տեսնում ես, որ ռազմական արդյունաբերության համար այդ փորձարարական աշխատանքների համար հատկացված 1.5 միլիարդ դրամից օգտագործվում է 35 միլիոն դրամը, այսինքն համապատասխան կառավարում չի լինում, առաջնահերթություն չի դա այդ ամեն ինչը չեմ։ Երբ որ տեսնում ես, որ դու պետությունդ առանց այլ երաշխիքներ անվտանգային ձեռք բերելու, ասում է հապկից դուրս են գալիս եւ հապկն էլ մեր անվտանգությանը սպառնում է, բայց փոխարենը այդ անվտանգային վակուումը ուրիշ ձևով, տեսանելի ձևով դու չես տեսնում, չես լսում, հույսը դնում ես ինչ որ թղթերի վրա, փաստաթղթերի վրա, մեզ ընդհանրապես հույս չի ներշնչում, որ ձեր ասած մութ ամպերի կուտակման ժամանակ մեր ժողովուրդը կարկուտի տակ չի հայտնվի։ Իշխանության ներկայացուցիչների հետ երբ հաճախ տաղավարում զրուցում եմ, ասելով, որ ընտրություններին ընդդիմությունը այդքան էլ կողմ չի, որ արդար են անցկացվելու, ընդդիմադիր հայացքներ ունեցող անհատները, միշտ իշխանությունը ասում է, իսկ եթե արդար ընտրությունների այդպես վստահությունը չկա, ինչու են բոլորը պատրաստվում ընտրության։ Նախ կուզեմ դուք ձեր մասով, արդյոք դուք հավատում եք արդար ընտրությունների, թե ոչ, եւ նաեւ սա իշխանության թեզն է, որ ժողովրդավարության թիվ 1 պայմաններից է ընտրության գնալը եւ մենք ապահովում ենք դա, մենք ամեն ինչ անում ենք, որ դուք կարողանաք ձեր ձայնը բարձրացնել։ Ոնց եք առհասարակ ընդունում գալիք ընտրությունները, արդյոք ճնշումներ սպասում եք, չեք սպասում եւ ժողովրդավարության հետ առերեսում եւ աղերս ունի այս ամենը։ Շնորհակալություն շատ լավ հարցի համար։ Բռնությունը ընդհանրապես լինում է ոչ միայն ֆիզիկական, այլ կառուցվածքային առհասարակ։ Ստեղծվում են պայմաններ, որը տուժողի համար ունենում են նույն էֆեկտը, ինչ որ տեղի ունենում ֆիզիկական բռնության ժամանակ։ Ընտրությունները այն թույլատրելի միջոցն են, այն հնարավորությունն են, որ պետք է օգտագործել, անկախ ամեն ինչից։ Անկախ նրանից, որ շատերս իրական հիմքեր ունենք չհավատալու, որ ընտրություններով կարելի է իշխանություն փոխել։ Բայց գոնե եթե առաջնորդվում ես ամենավատատեսական սցենարով էլ առաջնորդվելու լինես, հասկանալի է, որ այս ընտրությունները, որոնք ի դեպ կլինեն ռացիոնալ ընտրություններ բավական, այս իշխանություններին, եթե անգամ նրանք հաղթեն, վերարտադրվեն, հաստատ իրենք չեն ունենալու սահմանադրական մեծամասնություն։ Հաստատ իրենք չեն կարողանալու այդքան նշանակալի ազդեցություն ունենալ անկախ պետական մարմինների վրա, իրավապահ համակարգի վրա,
այդ առումով այս հնարավորությունը չի կարելի ձեռքից բաց թողել, ոչ թե պետք է նստել ասել չեմ հավատում, այլ պետք է դրա փոխարեն աշխատել։ Իրական խնդիրը հետեւյալի մեջ է նաև։ Կա մեր հասարակության մի հատված, որը չի գալիս ընտրատեղամաս։ Ինչ-ինչ պատճառներով։ Եթե նա սիրելու լիներ այս իշխանություններին, հավատալու լիներ, կգար։ Եթե չի գալիս, նշանակում է խելամիտ ինչ-որ բան է սպասում, առաջարկ է սպասում։ Շատ դժվար է այդ խելամիտ առաջարկը գեներացնելը։ Շատ դժվար է իսկապես։ Շատ դժվար է այն պատճառով, որ դու անհրաժեշտ ինֆորմացիան չունես։ Շատ դժվար է ինչ-որ համով բան սարքելը, երբ որ դու չգիտես քո սառնարանում ինչ ունես, որ քո երեխային, հա, քո ամուսնուն, կնոջը, ասես ես քեզ համար այս ինչ-որ համով բան եմ սարքել, որովհետև դու չգիտես թե այդ սառնարանում ինչ կա։ Դու սկզբունքը պատկերացնում ես, որ սարքածդ պետք է լինի այնպեսին, որ չվառվի, շատ խիտ չլինի, աղը տեղը լինի, համեմունքը տեղը լինի, մթերքները համադրվեն։ Դու այս ամենը իրեն բացատրում ես, բայց նա ասում է, չէ, դու ինձ կոնկրետ ասա, ինչ ես տալիս։ Ես ասում եմ, այդ կոնկրետ իմանալու համար ես հնարավորություն չունեմ, իմ առաջ սառնարանի դուռը դու փակ ես պահում։ Դու չէ, փակ են պահում, ես չգիտեմ կոնկրետ ինչ կա, բայց երբ որ ես ունենամ այդ ինֆորմացիան, ես քեզ շատ ավելի կոնկրետ կասեմ, ինչ դժվար է այնպես որ, եւ այստեղ, այո, եւ մեր գլխավորությամբ նաեւ ընդդիմությունը, այո, մեղադրելու տեղ բնականաբար կա։ Ճիշտ աշխատանքի, արդյունավետ աշխատանքի, ամբիցիաների փոխարեն արդյունավետ միավորումների գնալով մարդկանց ընտրատեղամաս բերելը շատ հարցեր կլուծի։ Եթե 1.5 միլիոն մարդ մասնակցի, որը որ կա Հայաստանում, այս ընտրություններին Փաշինյանը հաստատ մեծամասնություն չի հավաքի։ Հաստատ չի հավաքի, երաշխավորված չի հավաքի։ Որն է տարբերությունը 21 թվականի եւ գալիք 26-ի միջև, ինչ տարբերություններ ենք մենք տեսնելու։ Տարբերությունները հսկայական են։ 21 թվականին շատ հեշտ էր մարդկանց նախ պատերազմի վերքերը շատ թարմ էին։ Դե պիտի չընտրվեր, չէ՞ իշխանությունը այդ ժամանակ։ Պետք է չընտրվեր, բայց այս իշխանությունները մի հարցում գերազանցիկ են, որ իրենք կարողանում են շատ լավ քարոզչություն իրականացնել եւ կարողանում էին այդպես նախկինի ներկայի այս խոսույթով նորից կարողացան ընտրվել։ Այ եթե մենք չլինենք, ասում ենք, տեսեք, մյուս դաշտում նախկիններն են, կամ մեզ ընտրեք, կամ նախկիններին ընտրեք, ու մի հատ էլ ասում են, որ այս ամեն ինչի հեղինակը նախկիններն են, որ արեցին եւ այդպես կարողացան անցնել։ Իրականում նրանք ինչ որ խոսում են կիսաճշմարտություններից։ Այսինքն ինչ որ բաներ ասում են, որոնք որ իրականությունում կան, բայց դրանք ասում են հետը միահագին սուտ խառնելով, միահագին կեղծիկ եւ անգլերեն ասած wishful thinking խառնելով, էլի այսպես, եւ ստացվում է նրանց մոտ, նրանք այդ հարցում իսկապես գերազանցիկ են եւ մի անգամ էլ առիթ եղել, ես ասել եմ այստեղ, որ իրենք այդ հարցում իրենց հաղթելը դժվար է իհարկե։ Հիմա անցել է երկար ժամանակ, անցել է 5 տարի եւ այն ինչ որ նրանք ժամանակին ասում էին, մենք տեսնում ենք, որ ոչ միայն չի եղել, այլ ճիշտ հակառակն է եղել։ Ինչի մասին որ խոստանում էին մարդկանց, տեղի չի ունեցել։ Այն ժամանակ էլ էին ասում, հիմա մենք ռեսուրս չունենք Ադրբեջանին դիմակայելու, բայց հեսա հաջորդ 5 տարիների ընթացքում երեք աշկովս թերթում էին նրանց նախընտրական ծրագիրը, ավելի ճիշտ որը որ կառավարության ծրագիրը, որ այսպես տեխնոլոգիապես, չգիտեմ ինչ, գերժամանակակից բանակ ենք ստեղծելու եւ այլն, բա ուր է այդ ամեն ինչը։ Անկամ տարական հարցեր չեն կարողացել լուծել։ Օրինակ 500,000 կենսաթոշակառուներ ստանում են այնքան թոշակ, որը որ նրանց սննդին անգամ չի բավականացնում, էլ չասեմ դեղորայք, էլ չասեմ կոմունալը եւ այլն։ Կասեն առողջության ապահովագրություն ենք բերել։ Ասում եմ մի րոպե։ Սպասենք, տեսնենք ինչ է այդ առողջության ապահովագրումը։ Եկեք դեկտեմբերին ընդունվել է, գոնե իհարկե ես իմ կարծիք ունեմ դրա մասին, բայց եկեք մի քիչ սպասենք եւ դրա մասին էլ կխոսենք։ Եվ տարվա կեսին խոսենք դրա մասին։ Տեսնենք այդ հիմնադրամի գումարները ինչ վիճակում են, կմնան թե կվերջանան, հետո կխոսենք այդ առողջության ընդհանուր։ Գիտեք, ընդհանրապես նույնիսկ անգլերենի քննություն, երբ որ չեն կարողանում նորմալ կազմակերպեն, այն մնացած մեծ բաների մասին դժվար է խոսել։
Ժողովրդավարության հետ կապված ակնհայտ է, որ մարդիկ տեսնում են, որ ընդհանուր երկրում վախի մթնոլորտ է։ Ինչքան էլ որ ասեն, չէ, գիտեք, ընտրությունները մեզ մոտ չեն կեղծվում, կամ մենք, չգիտենք, պատիեզներում մարդ չենք ծեծում եւ այլն, ընդհանուր առմամբ վախի մթնոլորտ է։ Տեսախցիկներ կան այսօր կողմ դրված։ Դե տեսախցիկները իհարկե մյուս կողմից չեն խանգարում, որպեսզի ասենք մարդիկ տեսնեն, որ սպային ծեծելու արդյունքում սպան մահանում է, բայց անպատիժ են մնում։ Վրաերթի են անում հղի կնոջը, բայց չեն կալանավորվում, մինչդեռ ուրիշ ինչ-որ մի հատ մարդու հետ կապված 7 տարի առաջվա դանոս է գալի ներողություն, որ գլանակ է գցել ինչ-որ մեկի գրպանը եւ դրա համար, ասենք, մարդուն բռնում են, տանում են, ասենք, կալանավորում են եւ այլն։ Ակնհայտ տեսնում են, որ ազատությունների մակարդակը Հայաստանում շատ ցածր է։ Բռնաճնշումները իրենք ունեն կառուցվածքային նաև բնույթ։ Ժողովրդավարության էլեմենտների գործադրմամբ իրականացնում են բռնություն փաստորեն։ Եվ սա ակնհայտ է ու հասկանալի է, որ եւ սրան էլ եթե զուգորդում ենք սոցիոլոգիական հարցումներից ստացված պատկերները, մենք տեսնում ենք, որ այս իշխանությունների ռեյտինգը, վարկանիշը բավական ցածր է։ Ցավոք սրտի, այս պահի դրությամբ դեռևս չկա այն ուժը, որ իրենցից բարձր լինի միայնակ, բայց հավաքական առումով ընդդիմադիր ուժերը այսօր ավելի բարձր վարկանիշ ունեն, քան իշխանությունը, եւ սա հուսադրող է, եւ այստեղ պետք է աշխատել։ Դրա համար ընտրությունները, ինչպես նաեւ սահմանադրական ցանկացած այլ եղանակ, մենք համարում ենք ընդունելի, մենք համարում ենք, որ պետք է փորձենք եւ դրան պետք է խելամիտ գնալ, քիթը չցցել, չմտնել սեփական պղպջակի մեջ, չնայել միայն սեփական թիմակիցներին եւ հիանալ ասել, վայ մենք էս ինչքան լավն ենք, էս ինչքան խելացի ենք, էս ինչքան կրեատիվ ենք, նորարար ենք եւ այլն, բայց հետո չհասկանալ արդյոք քեզ ճանաչում են թե չեն ճանաչում, քիթը չցցել, քեզնից ավելի քիչ գործ արած ուժերին, քեզնից ավելի դեռևս ցածր վիճակում գտնվող ուժերի նկատմամբ անտեսող համարական վերաբերմունք չցուցաբերել, փորձել ներառական լինել, ամենակարևոր հարցերի շուրջ գալ համաձայնության, մնացած հարցերը թողնել հետոյի, համախմբվել օրակարգով, այդ օրակարգով եւ գնալ մասնակցել ընտրությունների։ Պարոն Սողոմոնյան, ընտրությունների այս նախաշեմին տեսնում եք, որ ընդդիմադիր դաշտում արդյոք խոսակցությունների ընթացքում պարզալինում, որ պատրաստ են ուժերը միավորվել կրկին էթնիկ գաղափարի շուրջ իշխանության փոփոխության, երկրի կարգ ու կանոնի հաստատման համար, թե ամեն դեպքում դեռևս տեսակետները տարբերվում են ու հնարավոր չի այդ հարցի շուրջ մեծամասնությամբ գալ մեկ կլոր սեղանի շուրջ։ Մենք այդ խնդիրը 20 թվականից այս կողմ ունենք։ Այն, որ բոլորի մոտ կարմիր գիծ է այս իշխանությունների գոյությունը, դա ակնհայտ է, բայց դա քիչ է միավորվելու համար եւ ես կարծում եմ հիմա պետք էլ չի, որ բոլոր ձվերը լինեն մի զամբյուղի մեջ։ Հնարավոր չի, հանրային ընկալումները այնպիսին են, որ հնարավոր չի։ Չեն կարող բոլոր ձվերը դնել մի զամբյուղի մեջ եւ այդպիսով գնալ։ Սեգմենտավորված է մեզ մոտ ընդդիմադիր էլեկտորատը, բավական սեգմենտավորված է։ Մեր բնակչության մի մասը, ենթադրենք, հա, նախկին իշխանությունները իրենց համար շատ արդյունավետ են, նրանք ովքեր որ այս իշխանություններին չեն ընդունում, նախկին իշխանություններին համարում են արդյունավետ։ Նույն նրանց մի մասն էլ ներսում տարբեր նախագահների, հա, համակրում են, չեն համակրում եւ այլն։ Մի մասը համարում են հանդուրժելի, մի մասն էլ համարում են անհանդուրժելի։ Մի մասն էլ համարում են, որ նույնն են։ Այսպես շատ բավական դժվար է եւ խայտաբղետ է, բայց բոլորն էլ ընդունում են, որ այս իշխանությունները պարզապես չարիք են։ Հիմա պետք է այդ բացի դրանից դա մենակ մի դիրքորոշումն է։ Երբ որ այդ մեր բնակչությանը նաև դասակարգում ենք, ընտրազանգվածը դասակարգում ենք այլ չափանիշներով, օրինակ արտաքին քաղաքական ինքնություն, անվտանգային ինքնություն,
ում հետ են ավելի շատ Հայաստանի անվտանգությունը պատկերացնում, ենթադրենք, հա։ Այստեղ եւս այդպես բաժանումներ կան, սեգմենտավորումներ կան, ու այդ ամեն ինչը պետք է հաշվի առնելով գնալ, որովհետեւ դու չես կարող բոլոր այդ սեգմենտների համար նույն բանը ասելով չես կարող նրանց բերել ընտրության։ Դուք ում հետ եք պատկերացնում մեր արտաքին դաշտում մեր հարաբերությունները անվտանգային իմաստով, տնտեսական իմաստով։ Մենք գիտենք, թե ինչպիսի կախվածություն ունենք Ռուսաստանի Դաշնությունից եւ մեծ հաշվով դա միշտ խնդիր է եղել ու հատկապես փոքր պետությունների համար խնդիր է 70+% կախվածության մեջ լինել։ Իշխանությունը դրան զուգահեռ ասում է, որ մենք դիվերսիֆիկացված քաղաքականություն ենք իրականացնում եւ մենք փորձում ենք բոլորի հետ լավ լինել եւ բոլորից մեր շահը տեսնել։ Դուք ինչ եք պատկերացնում, արդյոք այս ձևաչափը Հայաստանի Հանրապետության դեպքում աշխատող ձևաչափա թե չէ, ու եթե ոչ, որն է դրա հակառակը։ Եկեք հարցը մի հատ ուրիշ ձևով տանք, փորձենք լտեսնենք այստեղ մանիպուլյացիան որն է, հետո խոսենք այդ ամեն ինչի մասին, որ ասում է մենք բոլորի հետ ենք փորձում լավ լինել։ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, Սերժ Սարգսյանի ժամանակ մեզ մոտ այդպիսի վիճակ էր, որ ինչ որ ուժային կենտրոնների հետ վատ է եղել հարաբերությունները։ Ոչ։ Այնպես որ դա բան չանեն, չմանիպուլացնեն, բայց իրենք իրականում շատերի հետ վատացրել են հարաբերությունները։ Շատերի հետ խոսում են դիվերսիֆիկացիայից, բազմազանեցումից, դաշնակիցների բազմազանեցումից։ Բազմազանեցումը այն իրավիճակն է, երբ որ դու պահպանում ես քո արկա դաշնակիցների, նրանց հետ հարաբերությունների որակը պահպանելով հանդերձ այլ շահակիցների հետ քո հարաբերությունների մակարդակը բարձրացնում ես։ Հիմա երբ որ մենք նայում ենք այս իշխանությունների գործարքները, տեսնում ենք դա, օրինակ էս վերջի շրջանում ամենաշատ քննարկվող TRIP գործարքը։ Մենք այստեղ արդյոք տեսնում ենք ուժային այլ կենտրոնների հետ հարաբերությունների լավացում, թե նրանց կողմից տեսնում ենք ինչ-որ մտահոգություններ, ինչ-որ Իրանին նկատի ունենք ազդանշաններ, Իրանինի նկատի ունեմ, առաջին հերթին Իրանինի նկատի ունեմ, Վրաստանի սառնությունը նկատի ունենք, Ռուսաստանի զգուշավոր, բայց դերևս պոլիտկորեկտ հայտարարությունները նկատի ունենք, հա։ Այս իշխանությունների մոտ չկա այն դիվանագիտական կարողունակությունը, որպեսզի իրենք կարողանան այդ ամեն ինչ անել, նաև քաղաքական միտքը այդպիսի իրենց մոտ չկա։ Նրանք ամեն ինչին փորձում են նայել շատ կարճաժամկետ, շատ կարճաժամկետ։ Այս պահին հրշեջային քաղաքականություն հա, է դրանից։ Այս պահին ենթադրենք, քեզ տալիս եմ ամեն ինչ, մենակ դու ինձ չսպառնաս, դու իմ վրա չհարցակվես։ Այս տրամաբանությամբ է գործում։ Դրա համար երբ որ ասում ես քաղաքականությունը արդյունավետ չի, ասում բա պատերազմ ես ուզում։ Ինչ դու պրոակտիվ քաղաքականության թեզ առաջ ես քաշում, ասում են բա պատերազմ ես ուզում, պատերազմ ես ուզում։ Ասում ես հայցերը հանցագործությունների հետ կապված միջազգային արբիտրաժային ացիաններ պետք է տանել, ասում է պատերազմ ես ուզում։ Ասում ես ինքնությունդ քո դասագրքերում ձևակերպիր այնպես, որ հազարամյակների այս տրամաբանության մեջ լինի, ասում է պատերազմ ես ուզում։ Սա բազմազանեցում չի, սա կոմպլեմենտարիզմ չի, սա բալանսավորման եւ բալանսավորված քաղաքականություն չի։ Երբ որ դու անում ես մի բան, որի արդյունքում քո տարածաշրջանի մոտ գտնվող հարևաններդ խիստ մտահոգություն են հայտնում ու ասում են, որ սա մեզ համար շատ ռիսկային է, մենք այստեղ պոտենցիալ ռիսկեր ենք տեսնում, այստեղ ես բազմազանեցում չեմ տեսնում։ Ասում եմ, ՀԱՊԿ-ը մեր ազգային անվտանգության սպառնալիք է։ Շատ լավ, ՀԱՊԿ-ը սառեցնում ենք։ Կոնկրետ որևէ այլ երաշխիք տեսնում ենք անվտանգային, այլ ինչ-որ մի հատ կազմակերպություն, այլ միջավայր մենք տեսնում ենք, որտեղ Հայաստանի անվտանգությունը երաշխավորվում է։ Մենք չենք տեսնում այդ ամեն ինչը։ Ուղիղ ընդդիմության խոսույթի նման է, չէ՞, որ ընդդիմությունը ասում է իշխանությունը հեռանա, հետո կորոշենք ինչ ենք անում։ Հա, իմ ասածը։ Այո, ՀԱՊԿ, մի հատ մենք ՀԱՊԿ սառեցնենք, հետո մենք կհասկանանք դրանից հետո ինչ ենք գտնում լուծելու։ Հա, չէ, ես ընդհանրապես բանի մասին եմ ասում, քաղաքականության այդ ձևի մասին եմ ասում, երբ որ դու ինչ որ բան չերաշխավորած, քանդում ես,
քանդում ես այն ինչ որ կա, թեկուզ վատնա, թեկուզ խարխուլա, քո խարխուլ տնակը քանդելով, բայց դու նույնիսկ վրան էլ չունես, դու վրան չունես, բայց քո խարխուլ տնակը ենթադրենք քանդում ես։ Դու հիմա անում ես մի հատ պրոյեկտ, որը trip-ը կոնկրետ, հա, Իրանի քթի տակ, Իրանի սահմանի բերանին, ռուս սահմանապահների կողքին, ամերիկյան քավորությամբ, բայց ոչ լուրջ ներդրումներով, հիմա կասեմ ինչի ոչ լուրջ, եւ Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերը սպասարկող մի հատ պրոյեկտ։ Դուք պատկերացնում եք, սա ինչ մի հատ ասենք բորշ է, որ մենք կարճաժամկետ այսպես նայում ենք, հա, էսա Վենսն էլ գալիս է, բան, ոնց որ ամեն ինչ լավ է, բայց մի հատ պատմություն կարդացած մարդու աշկերով լնայենք էլ այս պրոյեկտին։ Ամերիկայի Միացյալ Նահանգները առարկայական շոշափելի ինչ շահ կունենա այստեղ, որ ատամներով պահի Հայաստանի անվտանգությունը։ Եթե սրան այս trip պրոյեկտին ասոցացնում են, ասում են, որ սա մեր տարածաշրջանը դարձնում է խաղաղության ու կայունության տարածաշրջան։ Ոնց է այդպես լինում, երբ որ շատ պետություններ այսպես դժգոհ են այդ ամեն ինչից։ Չինաստանը այստեղ պրոբլեմա տեսնում, Իրանը շատ լուրջ պրոբլեմա տեսնում, ռուսները պրոբլեմ են տեսնում։ Հատկապես Իրանը եւ Ռուսաստանը, որոնք որ մեր անմիջական հարևաններն են։ Պարոն Սողոմոնյան, բայց մենք Իրանի ու Ռուսաստանի մասով արդարության համար էլի ուղղակի հիշենք, որ պատերազմի ժամանակ Իրանը բավականին լավ աջակցում էր Ադրբեջանին, հետո առաջին շնորհավորողներից էր Ռուսաստանի Դաշնության։ Ես ասում եմ, որ դու ինձ բան արեցիր, ասեցիր էշի մեկը, ուրեմն Չէ, ես հասկանում եմ տարածաշրջանում ինչ սպառնալիքներ կարող են լինել, բայց հիշենք նաև դա ու մենք հիշենք հանրության մոտ ինչ ասոցիացիաներ են առաջանում, երբ նման իրավիճակ է ստեղծում։ Հանրությունը այս պահի դրությամբ, կոնկրետ Ռուսաստանի դեպքում, հակառուսական տրամադրությունները բավականին սրված են։ Երբ Ռուսաստանի մասին որևէ 2 տարի առաջվա, 3 տարի առաջվա մոտ նվազել են իհարկե ահագին, բայց ասեք շարունակեք։ Լրությունա կարծում եմ դրա համար է նվազել, այդ մասով շատ չեն, այսինքն բորբոքում չկա, էլի, անդադ խոսույթներ չեն շրջանառում այս կողմից ու այն կողմից։ Ինչ անել, որ իսկապես այդ դիվերսիֆիկացիան տեղի ունենա։ Լավ, այս իշխանությունը չի, այլ իշխանությունն է։ Ոնց անենք, որ մեզ լավ լինի, տարածաշրջանում այդքան էլ վատ չլինի, աշխարհի համար էլ միջին գոնե լինի։ Առաջին հերթին հաշվի նստել հարևանների հետ առաջին հերթին ու նրանց հետ խոսել, խորը արդյունավետ երկխոսություն ունենալ առաջին հերթին քո շահերի մասին, բայց նրանց շահերը եւս հաշվի առնելով։ Հարևանը, մոտ հարևանը, հեռու բարեկամից ավելի նախընտրելի է։ Ես թող խոսքս պրիմիտիվ չհնչի, էլի, ես չեմ ասում, որ Ադրբեջանն էլ ասում են, որ մենք չենք ոտնահարում մեր դաշնակցի շահերը, բայց երկուսն էլ ներգրաված են, չէ՞, ծրագրի մեջ։ Ինչն է։ Որ ծրագրի մեջ են ներգրաված։ Trip-ի մեջ Ադրբեջանը ներգրաված չի, Ադրբեջանը շահառու է։ Դե Ադրբեջանը շահառու է։ Ուզում եք էտել կքննարկենք։ Քննարկենք։ Երբ որ նայում ենք տարածաշրջանի քարտեզին, մենք տեսնում ենք, որ այստեղ զորքով, զինված ուժերով ներկա պետություններ կան այստեղ կանգնած, որոնք որ այս տարածաշրջանում ունեն կենսական նշանակության շահեր, անվտանգային շահեր ունեն։ Եվ ունենք պետություն, մեզ բարեկամ պետություն, Ամերիկայի Միացյալ Նահանգները մեզ բարեկամ, մեր գործընկեր պետություն, մեր կողմից շատ հարգված երկիր, այսպես ասեմ, որը որ ձգտում է պահպանել իր գերտերության կարգավիճակը կամ թույլ չտալ, ավելի այսպես մի քիչ մասնագիտական ասենք, որ արևելյան կիսագնդում առաջանա մի այնպիսի հեգեմոն, որպիսին ինքն է արևմտյան կիսագնդում։ Հա, այնպես մեր հայ ժողովրդի սիրուն աշկերի համար չէ, որ գալիս է այս տարածաշրջանում ինչ որ խավորություն է, չէ անում։ Հիմա երբ որ այս տեսանկյունից ենք նայում, ու նրա այս պրոյեկտը իր համար մարտավարական նշանակություն ունի։ Այս պրոյեկտով ինքը փորձում է իր հակառակորդներին թույլաtsնել, իր այն պետությունը, որ իր հետ խորքային ռազմավարական շահեր ունի, տվյալ դեպքում այս տարածաշրջանում օրինակ Թուրքիան, նրա հետ լավացնել, ոչ թե լավացնել հարաբերությունները, այլ նրան ավելի շատ ֆորա տալ, որ իր պոտենցիալ հակառակորդների դեմ լինի նա։
Հիմա երբ որ մենք մտնում ենք այդ խաղի մեջ, մենք ոչ թե անտեսում ենք, այլ ոտնատակ ենք տալիս մեր այն հարևանների, բայց ոչ մարտավարական, այլ ռազմավարական շահերը, որի համար մենք չեմ ուզում էլի պատկերացնեմ, թե ինչեր հետո կարան տեղի ունենան։ Ինչքան էլ որ ռուսներին մենք հարց ունենք, ինչքան էլ որ մենք, չգիտեմ, գուցե անպատվելու տեղ ունենք, բայց քարոզչությունը, զգացմունքը, նեղացվածությունը, մարդկային ապրումներն ու զգացումները նույն հարթության վրա չպետք է դրվի ռեալ պոլիտիկի հետ։ Չենք կարող, մենք ինչքան էլ հայհոյենք, անիծենք, այդ պետությունները, այդ երկրները, այս տարածաշրջանից նրանց հետաքրքրությունը չի նվազելու։ Երբ որ մենք զորով ենք դա անում, այդ F-ը հավասար է լինելու մինուս F-ի։ Հակադարձում է լինում, եւ մենք Ուկրաինայում ենք այդ ամեն ինչ տեսնում, Մոնիկա ջան։ Այո։ Այդ Ուկրաինային ներողություն պահում են հիմա, այդպես որպես այդպեսի։ Չէ, բանակցում են, ասում են դե ինչ որ բան է արել, մի քիչ դու զիջի, մի քիչ բանա։ Ի վերջո այդ հենց այդպես է, չէ՞, մենք ենք քաշվելու ենք այս ամեն ինչի մեջ։ Դրա համար կտրուկ բաներ չի կարելի անել, փոքր պետությունը կտրուկ գործողություններ, որը որ իր այդ գործողությամբ բալանս կփոխի, ստատուս քվո կփոխի տարածաշրջանում, ինքը չպետք է այդպիսի քաղաքականություն։ Ո՞նց է կարծում, պարոն Սողոմոնյան, Հայաստանի Հանրապետությունը իր չափերով, իր կարողություններով ու հնարավորություններով ի վիճակի կլիներ մերժել այս պրոյեկտը, եթե Միացյալ Նահանգներն է ենթադրենք առաջարկել եւ չմտնել խաղի մեջ։ Դե այդ հարցին շատ դժվար է պատասխանելը, եթե դու չես բանակցողը, դու չգիտես դրա նախապատմությունը, դու չգիտես այն ինչ որ տեսնում ես դրա տակ այդ այսբերգի տակ ուրիշ ինչ կա թաքնված։ Բայց այդ տրամաբանությամբ մեզ ինչ էլ պարտադրեն, ուրեմն մենք պետքա բան անենք, էլի այդպես ասենք, հա, ինչ իհարկե հնարավորություններ կան։ Իհարկե ես ասեմ, կարող ասածս մի քիչ տեսական հնչի։ Գուցե կարելի է բանակցել նրա վրա, որ այդ անխոչնդոտը չլինի։ Անխոչնդոտը չլինի։ Կամ համարժեք ասենք, մի հատ դուք պատկերացրեք, էլի այդտեղ գրած ասում է Հայաստանը տալիս է հնարավորություն, որ Ադրբեջանից Նախիջևան եւ հակառակ ուղությամբ գնան անխոչնդոտ, Հայաստանին դիմացը փոխադարձ օգուտներով։ Փոխադարձ օգուտ եւ անխոչնդոտ անցում։ Մի պարագայում մենք տեսնում ենք շատ որոշակի ձևակերպում, մյուս պարագայում մենք տեսնում ենք շատ անորոշ ձևակերպում։ Ու այսպիսի շատ իրավական անորոշություններ էս ամեն ինչի մեջ։ Ասում է, որ իրավական ոչ մի պարտավորություն չի առաջացնում կողմերի համար։ Իրավական պարտավորություն չի առաջացնում կողմերի համար։ Սա ի՞նչ է նշանակում։ Սա չի նշանակում արդյոք, որ կարող է այդ մեր խավորը հանկարծ պահի տակ որոշի, որ դուրս է գալիս գնում է։ Ամենայն հարգանքով այդ վարչակազմի նկատմամբ ինքը իր շահերը անում է, բայց ինքը ունի չէ շատ պատմություններ, որ թողել է ու գնացել է։ 20 տարի Աֆղանստանում ներկա լինելով, գիտես ինչքան ծախս է արել։ 2.3 տրիլիոն։ 2.3 տրիլիոն ծախս է արել։ 7000-ից ավելի զոհ է տվել ինքը։ Բայց թողել է, գնացել է։ Այդքան արած դրածը մի քանի շաբաթում թողել է եւ գնացել է։ Եվ հասկացել է, որ այդտեղ անիմաստ է, պետք չի բանել է, պահել է։ Այս ամեն ինչը մենք պետքա ոնց որ նաեւ հաշվի առնենք։ Ու պետություն ունենում ենք ինչի համար։ Պետություն ունենում ենք նրա համար, որ այդ պետության մեջ բանակցողները խելացի մարդիկ լինեն, միտքները ճկուն լինի, աշխարհ տեսած մարդիկ լինեն, շփված մարդիկ լինեն, կապեր ունեցող մարդիկ լինեն, սփյուռքի հետ կապեր օգտագործող մարդիկ լինեն, չէ՞։ Լծակներ օգտագործող։ Ես եւ դուք, Մոնիկա ջան, այստեղ նստած, կարող է շատ բաներ մենք լավ չպատկերացնենք կամ լավ չհասկանանք։ Բայց մենք մեր գործն ենք անում, այդ մարդիկ էլ պետք է իրենց գործի մեջ կարողանան էլի լավ լինեն։ Այո։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ, Մոնիկա ջան։ Թարմուղեղով իմ զրուցակից Մենուա Սողոմոնյաններ, Հայ Միավորման անդամ, իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանը աշխատեց, կհանդիպենք վաղը, լավ եղեք։